Բոլորին ողջույն։ Երեք մտքովս մի հատ հարց անցե, ուզում եմ այդ հարցը ուղղեմ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահի աջակիցներից յուրաքանչյուրին։ Առանց կոպիտ խոսք, առանց ոչ մի բան, լավ եք անում, ախպեր, դուք հավատում եք ձեր նախագահներին, որ իրանք պետք է փրկեն մեզ այս չարիքից, հա։ Դա ձեր իրավունքն է, ձեզանից շատն էլ իմ ընկերների շարքում են։ Բայց ուզում եմ մի հատ երեք մերկու ռեպորտաժ Facebook-ի մեջ նայելուց հետո ձեզ բոլորիդ ընդամենը մեկ հարց ուղղեմ։ Դուք կտրվել եք իրականությունից։ Հա։ Հարգելի, սիրելի ընկերներ։ Սրտանց եմ ասում, հարգելի, սիրելի ընկերներ։ Դուք ռեալ իրականությունը չեք փորձում զգաք։ Հա։ Էլի եմ կրկնում, ամեն մեկը եւ որ պաշտպանում եք, ինչ որտեղ գովերքում եք, ինչ որտեղ ասում եք, որ մեր լիդերը պետք է փրկի Հայաստանը Նիկոլից ու Նիկոլի Թայֆից։ Լավ եք անում, ձեր անձնական իրավունքն է, դուք ունեք ձեր համոզմունքները։ Հիմա ուզում եմ հարցնեմ ձեզանից յուրաքանչյուրին ռեալ իրականությունից կտրվելու դեպքում միայն զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով դուք նման գործելավոճ կդրսևորեիք։ Հիմա հիմնավոր եմ խեմը տենց ասում։ Նման գործելավոճ կամ նման գործիքակազմ, չգիտեմ, բառը ճիշտ եմ ընտրել թե չէ։ Դուք կդրսևորեիք միայն մի դեպքում գործիքակազմ ասելով գործելավոճ։ Դա ձեր Facebook-յան ասուլիսներն է, ձեր Facebook-յան լայվերն է, անում եք լավ եք անում։ Ձեր պաշտպանական թեզերն է երկրորդ կամ երրորդ նախագահի հասցեին, հա, կամ նրանց համար։ Հիմա հիմնավոր եմ խեմ ասում, դուք կտրվել եք իրականությունից բոլորդ։ Եկեք ես եւ դուք, քանի որ դիմում եմ բոլորիդ, դրա համար դուքով։ Եթե դիմեի անհատականապես, ասենք մի հոգու կամ երկու հոգու, կասեի, «Էս ինչան, էս ինչ», կամ ընկեր ջան, կամ չգիտեմ, գաղափարակից ընկեր ջան։ Խոսքը օրինակ։ Գաղափարակից միայն մի առումով, որ ես ուզում եմ տեսնել առանց Նիկոլ Հայաստան։ Այդ առումով գաղափարակից։ Աբսուրդի ամենամեծ ժանրը այն է, որ կտրվելով իրականությունից, ներկա իրականությունից, դուք խոսում եք մի բանի մասին, որը հնարավոր չի, տվյալ ռեալ իրականության մեջ։ Հիմա բացատրեմ ինչի։ Բացատրեմ ու հիմնավորեմ։ Ես եւ դուք նայում ենք հիմա ինչա կատարվում Հայաստանում ու արդեն շատ վաղուց է դա սկսե։ Երեք չի սկսե, այսօր չի սկսե։ Երեք չէ մի շաբաթ առաջ չի սկսե, շատ շուտ է սկսե։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Այսինքն տեղի ունենում մի հատ ռեալիթի շոու, ռեալ իրականություն, որը մենք չէ, ես դա զգում եւ հասկանում եմ, դուք չեք ուզում դա պրիզնատ գաք, որ Հայաստանում կա ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ներդրված իշխանություն։ Հաստացի մենք ունենք այդ իշխանությունը երկրով։ Հիմա չասեք, չէ, մենք այտենց է, հարգելի քույրեր եւ եղբայրներ, տատիկներ, պապիկներ, Հրանտ Թոխացյանի պես, մորքուրներ, հորքուրներ, ունենք մենք այդ իրականությունը։ Ու արդեն շատ վաղուց մենք բոլորս, ես եւ դուք եւ մյուսները նայում եւ փաստացի տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է, հա, որ Հայաստանը սպասարկի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահը։ Կասեք այտենց չի, այտենց է, ճիշտ է։ Այսինքն ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի թեկուզ մի որոշում, որը բխում է հայ ազգի շահերից, թեկուզ մի օրինագիծ, որը մտցվել է ազգային ժողով ձեր կողմից, ՔՊ-ի կողմից, ու այդ օրինագիծը բխել է հայ քաղաքացու շահերից։ Կա տենց օրինագիծ, չէ։ Հետևաբար բոլորս միասին, բոլորս, տես ասում եմ բոլոր, ես չեմ առանձնացնում ինձ, ասում եմ ես ավելի շատ եմ հասկանում ձեզնից, չէ։
բոլորս միասին տեսնում ենք փաստացի այն իրականությունը, որը կա Հայաստանում, այսինքն ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սպասարկվող ոմն բոզի տղեն քֆուր չի, դա գրական բառ է։ Ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, ղեկավարում է մեր բոլորի հայրենիքը։ Սխալ չեմ, չէ՞։ Սխալ չեմ։ Հիմա եթե այդ ամեն ինչը մենք արդեն շատ վաղուց ասեմ, իմ խոսալը կլիներ անիմաստ այս թեմայով, եթե այդ ամենը ասենք խոսքի սկսեր երեք չէ միսօրը, ձեզնից շատերը մտած չլինեին համացանց, չնկատեին, որ այս լրփի բալեն անում է ամեն ինչ, որպեսի հայի դիմադրողականությունը, հայի պայքարի ոգին հավասարեցնի այն հիմա մեքենայի կողքը սենց փռված ցեխին։ Ձեզանից շատերը հիմա կասեն, արա այ ախպեր, ինչ ես խոսում, մենք այդ ամեն ինչը տենում ենք, հասկանում ենք։ Լավ եք անում ասում եք, բայց ասելու պարագայում, եթե նման բան դուք ինձ հարց կտաք, ես ունեմ ընդամենը մեկ հարց։ Այս լրփի տղու դեմ ճառերով եւ խոսույթներով ենք պայքարում, հիմիկը հիմնավորեմ Խեմետի ասեմ, թե ռեալ գործողություններով։ Երեք նայում եմ Facebook-ում ռեպորտաժ, չգիտեմ որ լրատվականներ կիսվեն։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը նստած է Արաբաթին քաղաքական կուլտուրական, քաղաքակիրթ բառամթերքով իմ նման չէ, ես խուժան եմ։ Ես անկիրթ եմ, ես 3-րդ դասան եմ ավարտել։ Լևոնը ունի կրթություն։ Լևոնը տիրապետում է անգլերենին, ես չէ։ Ես գիտեմ քյատ, ամբարաքյատ։ Ես չգիտեմ այդպես բառեր։ Բառացի չեմ ուզում շատ խորանամ այդ թեմայի մեջ։ Բառացի քաղաքական, կուլտուրական բառամթերքով Լևոն Քոչարյան, ասում ես, արաբա, դու մուտիլովշիկ բոզի տղա ես։ Դու եւ ձեր կառավարությունը։ Դուք մուտիտ եք անում, որ մենք, այսինքն քո հայրը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դուք մուտիտ եք անում, որ Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Արցախ Ադրբեջանի կազմում ու փաստաթղթավորված հիմնավորում ես արաբա թե ժպտումա։ Ասմա հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Այ այդտեղից է բխում իմ հարցը, որը ուղղված է ձեզ բոլորին։ Դուք ինձնից լավ, ինձնից ավելի հստակ գիտեք եւ հասկանում եք, որ այս բոզի տղեն ում անուն ազգանունն է Փաշինյան Նիկոլ։ Ամեն ինչ անում է, որպեսի դաուպորը դախած նվաստացնի հային։ Ճիշտ է։ Բա ձեր երկխոսության իմաստն եմ ուզում հասկանամ։ Ամենագլխավոր հարցն է իմ։ Ձեր երկխոսելու իմաստն եմ ուզում հասկանամ սրանց հետ։ Երկխոսում են մեկի հետ, հարգելիներս, երբ դիմացինդ ունակը հասկանալու քո փաստերն ու փաստաթղթավորված, չգիտեմ, գրառումները, որոշումները, անցյալից վերցրած փաստարկները, բայց չեն երկխոսում մեկի հետ, ով ունի ընդամենը մեկ խնդիր, միր վարչախմբի հետ, սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահը։ Սխալ չեմ ասում, չէ։ Դուք միջև այսօր երկխոսում եք։ Դրա իմաստը ո՞րն է։ Կբացատրեք մեզ։ Ուզում եմ հասկանամ, դա քանի իմաստ կա էլի։ Ինձ կներեք, էլի, sense ժեստիկուլյացիայով եմ խոսում, ես մի քիչ հուզվում եմ խոսալուց։ Ես խոսալու խնդիր ունեմ, բառերը շատ դժվար եմ արտաբերում, ուզում եմ փորձեմ գրագետ Երևանյանը, մի քիչ էլի։ Ես չգիտեմ Ապելյուսբեի քառակուսի, ոչ հայոց պատմություն եմ կարդացել։ Ես անգրագետն եմ, դուք գրագետն եք։ Ես շատ վաղուց անձամբ ես, լինելով ազգությամբ հայ, ծնունդով արցախցի, ապրելով Հայաստանից 3800 կիլոմետր հեռավորության վրա, վաղուց իմ նման հազարավոր հայր հասկացել ենք, որ սա թուրք բոզի տղա է։ Դուք այդքանը խիչ եք ուզում հասկանաք,
Հիմի կասեք հասկացել ենք։ Եթե հասկացել եք, երկրորդ հարցը։ Ինչ երկխոսության մեջ եք մտնում Արաբատ Միրզօղլու հետ։ Բացատրեք մի հատ դրա իմաստը։ Հասարակ օրինակ, եթե դու մեկին ամեն անգամ բացատրում ես, ասում ես, ապեր, քուրիկ, քո արածը սխալ է, քո արածը վնաս է տալու համ քեզ, համ ինձ, համ իմ կողի հարևանին, համ իմ երեխուն, համ իմ թոռանը, համ քո երեխուն ու թոռանը, համ իմ երկրին, դիմացինը չի հասկանում։ Դու դիմում ես արդեն քո ձեռքերի, ոտքերի օգնությանը։ Սխալ եմ տրամաբանում, չէ։ Հիմի կասեք, մենք ուզում ենք դրանով հələ մինչև դրան անցնել է։ Ձեր այդ գործելավոճը իմ մեջ կասկածներ առաջացնում, որ ձեր գործելավոճը ունի հարցի ընդամենը երկու տարբերակ։ Հարցի պատասխան։ Կամ դուք Նիկոլի հետ հավասար։ Լևոն Քոչարյան, քեզ չեմ ասում։ Ես ընդհանուր ընդդիմությանն եմ ասում։ Նիկոլի հետ հավասար։ Կապիկ լողցնելով սպասարկում եք թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, որի ես հակված չեմ հավատալու։ Կոնկրետ ես։ Մարդկա տենց է մտածում։ Դա իր իրավունքն է։ Կամ դուք սպասում եք ինչ-որ մի պիկ ժամի, որ պորտկաք։ Երկու տարբերակում էլ կան լիքը կազուսներ, մինուսներ։ Այն որ ուզում եք պորտկաք, լավ եք անում, բայց այդ պորտկումը պետքա լիներ շատ վաղուց։ Պորտկումը զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով չպետքա լիներ եկեք աղոթենք։ Չնայած աղոթելու մեջ որպես քրիստոնյա ես ոչ մի բացասական նոտա չեմ տեսնում։ Բայց տվյալ ռեալ իրականության պարագայում մենք ունենք աղոթքի ընդամենը մեկ ձև։ Որպես հայ, որպես քրիստոնյա, եթե մենք չենք ուզում միաձուլվենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Աստված ջան, ինձ ուժ ու զորություն տուր իմ ձեռներին ոտներին, որ սրանց սեռը փոխեմ։ Այդտենց աղոթք չկա Աստվածաշնչի մեջ, ոչ նոր կտակարանի, ոչ հին կտակարանի մեջ։ Բայց զատո էդի հնչում է ադդուշի։ Ոչ թե մի սադրեք ոստիկաններին, մենք չենք գնում բախումների, դա ինչ է նշանակում։ Եկեք աղոթենք, որ չարի իշխանությունը հեռանա։ Հասկացողը հասկանում է ու մի նկատի ունեմ։ Բայց ես կամախտ մի հատ կոպիտ խոսք չեմ ասել։ Հարգելով ոչ թե իր որպես անհատականությունը, անձնավորությունը, այլ հարգելով եւ սիրելով իմ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը իմ կրոնական իմ մարդկային էության սկզբնակարն է, սկզբնաղբյուրը։ Հիմա հարց համար երկրորդ։ Արդեն շատ վաղուց 20 թվականի պատերազմից հետո, 44 օրից հետո, մենք Բաքվում ունենք գերիներ։ Դրա մասին գիտենք բոլորս։ Շարքայինից սկսած մինչև Արցախի ղեկավարություն։ Փաստացի հայը գերի է ադրբեջանցու ձեռքին։ Սխալ չեմ ասում, չէ՞, դա ինչ-որ Ամերիկա չեմ հայտնագործա, ես էլ Կոլոմբոսը չեմ։ Որ էտական Վասկա դե Գաման։ Էտա ֆլագն հանեմ տնգցնեմ նավի վրա, ասեմ պլիվի պարուս տուդա կուդա գլազակ լիզյատ։ Մի հատ ընկեր ունեինք բանակում։ Ադաս մի հատ նակոլկա էր խփե ուսին, հպարտանը մեր։ Հետո իրան բացադրեցին էսի իմիջայլոց, էլի պոստսկրիպտում։ Ապեր ասին, էսի խփում են օրենքով գողերը, էս նակոլկեքը։ Դու առանց հասկանալու գաջը դեմքիդ, սառուց աչքերիդ, խփել ես, որ ուր գնում են, իրանք իրանց ավտորիտետն ու գողի համբավն ունեն։ Դու ես ինչ ես խփեք հո թևին, դրեց յոդով ձեռը վառեց։ Ունենք գերիներ, չէ՞, ունենք։ Մինչև այսօր որևիցե մի հարց լուծվել է հայ ռազմագերիների առումով Նիկոլի կողմից։ Հա, Հայաստանա ժամանե Ադրբեջանից ինքնաթիռ բերելա գլխատված ռազմագերի, գլուխը կդրած։ Հայաստանա ժամանե գերիներով 15 գերին հետ բերե, չգիտեմ, ավտոբուսով, ուազիկով, գազելով, խոշտանգված, նվաստացած, կես մարդ։ Բայց մնացածին չեն տալի։
ու դուք նման երկրի հետ խաղաղության գնացող բոզի տղու հետ, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, կառուցում եք երկխոսություն, իսկ հակառակ կողմը խնդմա ձեր վրա։ Դուք կառուցում եք երկխոսություն, շատ ճիշտ օրինակներ ես բերել դու Լևոն Քոչարյան, քո այդ տեսանյութը նայել եմ։ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած բոզի տղուն ազգային հերոս տված երկրի հետ դուք ձգտում եք խաղաղության։ Բաքվում եւ Սումգայիթում ցեղասպանություն իրականացած երկրի հետ դուք ձգտում եք խաղաղության։ Թղթով։ Էլ ինչ օրինակներ բերեմ։ Հայ դիպուկահար կնոջը քառատած եւ մասնատած բոզի տղեկի հետ, հայ տղեկին 18-20 տարեկան մի տոշկի վրա հավաքած ավտոմատով վլոպ կրակած, ձեռները վեր բարձրած իմիջելոց, սպանած կողմի հետ դուք գնում եք թղթով խաղաղության։ Խաղաղությունը քանի գրոշի արժեք ունի։ Ճիշտ հարցադրումներ արել ես Լևոն, բան չունեմ ասելու։ Բայց հարցադրումներդ անիմաստ են, հարգելիս։ Այն իմաստով, որ այս բոզի տղու հետ հարցադրումներով չեն խոսում։ Հիմի կասեն մտել ես կպել ես Քոչյանի տղուն, չէ։ Ես կպնողական ոչ մի բան չասեցի։ Ես հարցեր եմ ուղում, որոնք բխում են զուտ մարդկային տրամաբանության այս գանգատուփի մեջ ինչ կարում եմ ես մտածեմ։ Գանգատուփը ես իմ ինչա, չգիտեմ, այդ մալ ճոռոմ բառեր ես չգիտեմ։ Ես բժշկական չեմ ավարտել։ Գերիներ ունենք։ Վերջերս ինչ տեղի ունեցավ։ Հայաստան ժամանեցին ովքեր։ Թուրք լրագրողները։ Որևիցե մեկը դրա մասին իմացավ, մեծարգո ընդդիմություն։ Հե՞։ Կա երկու տարբերակ, չես թե այնպես չի, որ էլի Ամերիկա ենք հայտնագործում։ Կամ իմացակ ձեն չհանեցիք, որոնց ասուլիս տվեց Նիկոլ Փաշողլին։ Իմացակ ձեն չհանեցիք, քանի որ սպասարկում եք Նիկոլի հետ հավասար թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, որին ես հակված չեմ հավատալ։ Անձամբ ես։ Կամ չիմացակ, որպես տարբերակ։ Դուք տեղյակ չեք, ուղղակի իջավ ինքնաթիռ սպեցբորտով, հա, մեր ազգային Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի, բայց Ադրբեջանի ազգային անվտանգության։ Քանի որ եթե մենք իրոք երկրում ունենանք ազգային անվտանգության ծառայություն, իդեմս Արմեն Աբազյանի, որը գիդը Մոպասանի դեմքով նստած լսում է Նիկոլը ոնց է խոսում ասֆալտից։ Ես վստահ եմ, մտքի մեջ ինքը լրիվ ուրիշ բանի մասին է մտածում։ Բայց նայում ես պարոն Աբազյանի դեմքին, ուզում ես արտաբերես Վահան Տերյան, երբ կգաս Մերյան։ Որպես ինչ ես, դու լինելով մի ողջ երկրի ազգային անվտանգության ծառայության պետ, պարոն Աբազյան, դες կուլտուրական եմ խոսում, բայց կարամ նաև կուլտուրական չխոսամ։ Անեսի, որ ես էտա պեսամ, քաքեր եմ տակած, հոտնել կալեմ, վախեմ եմ քեզից, չէ։ Ես չեմ կարա վախենամ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության պետից։ Կարա գետակ բողոքեք վրես։ Բայց չեք մոռանում այդ երգը, դե ծապտվեք, ծերից բռնեք, թափտվեք։ Երբ որ դուք կուզենաք բողոքեք ին վրա։ Փակագծեր չբացեմ, ընցանք առաջ։ Հիմա դատավարական ընթացքա գնում, հա, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նոր մեղադրանք առաջադրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այդքանով հանդերձ գալիս եմ իմ ես եթերի, իմ ես լայվի կարճ, Յանի կարճ, բայց ոնց որ խոսալու լուծ եմ ընգե ես, որ խոսում եմ չեմ կարում կայնեմ, невозможно остановиться, ասա թոթարկման եմ Փաշինյան Նիկոլ։ Դուք չեք կարում գիտակցեք հասարակ տրամաբանություն, ինչի օրինակ բերեցի, ադրբեջանական լրագրողների, Թուրքիայի լրագրողների գալ գնալը, չէ։ Մյուս օրինակները, կարելի է դրանք հա բերել։ Խոսքի օրինակ, դուք տունը պարկած քնացեք, հա, հարգելի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խումբ, աջակիցներ, ելեմ կրկնեմ, հորքուրներ, մորքուրներ, տղաներ, տատիկներ, պապիկներ, առավոտ զարթնում եք, սուրճ եք խմում, մտնում եք Facebook։
Հիմա կասեն դու ֆանտազիոր ես, ֆանտազիայի շարք, ֆանտազիա չի, սա ռեալ իրականություն է։ Ռեալ իրականություն, որը կարա լինի ամեն վայրկյան։ Դրա համար էս հարցը ուղղված է ձեզ։ Անձամբ ձեզ։ Մտնում եք համացանց, հա, YouTube, Facebook։ Ու կարդում եք։ Ընեշի չէ ձեզ, որ ձեզանից յուրաքանչյուրը, ասենք, Սերժ Սարգսյանի հարևանն է, Սերժ Սարգսյանի կողի սենյակն է մնում, կամ Ռոբերտ Քոչյանի։ Կարդում եմ համացանցով, խոսքի վրա եմ օրինակ բերեմ։ Դուք ընդունեք, որ դուք եք դա կարդում։ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայության հատուկ ջոկատայինները խոսքի օրինակ, այտենց էլի։ Կամ խլենքոտ պարեկները, խլենքոտ պարեկները այդքան հետնամաս չունեն։ Հատուկ ջոկատայինները, ընդ փակագծերի մեջ արդեն դու հասկանում ես քեշ փողի դիմաց, որը ոչ մի պրոբլեմ, թքին մանաթը հաշվին դոլարի տեսքով, գրգին ինչ-որ գաղտնի օֆշորային ֆոնդին։ Առավոտյան կանուխ ձերբակալել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչյանի։ Ու նրանք արտահանձնվել են Բաքվին, որպես բարի կամքի դրսևորում։ Ռեալ այմ տված հարցը, թե չէ։ Այ իմ եթերի սկզբում դրա մասին էի խոսում։ Եկեք ռեալ չկտրվենք էլի իրականությունից։ Եթե մենք իրոք հիմա ես մեքենայից պետք է իջնեմ, ավտոյի դռները փակեմ, էթամ կայնեմ վանքի, ասում եմ վանքի։ Էթամ կայնեմ այն շենքի կողը, իմ սիրուն այդ տաբուրետկեն հանեմ, վրան ռոզովի ջոնջոլի սփռոցը գցեմ, սկսեմ սեմուշկա ծախել բաժակով։ Դա իմ ռեալ գործողությունն է։ Հասկացողը կհասկանա, որ դա մի քիչ հումորի ժանրից էր։ Ես սեմուշկա չեմ ծախում։ Ես խաշած կուկուրուզ եմ ծախում, մեկ էլ չուչխելա։ Պարա վաղթա լայվ եմ անամ։ Այդ պարագայում, երբ որ դուք կարդաք համացանցում, որ որպես բարի կամքի դրսևորում Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը, հա, արտահանձնվել են Բաքվին, որպես ռազմական հանցագործներ։ Իրանց հետ միատեղ հանձնվել են իրանց ժամանակ բավականին բարձր գերատեսչություններում բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներ։ Այդքանից հետո ուզում եմ հասկանամ ձեր գործողությունները, որոնք են լինելու։ Կասեք մի հատ։ Սխալ հարց եմ տալի։ Մի նայեք, մի լսեք, մի պատասխանեք։ Դուք շատերդ նայում եք, պատասխանում եք։ Նայում եք, մտածում եք, բայց չեք կիսվում ձեր օֆիցիալնի էջերում։ Որտեվ ես ինքնագովաց թո չհնչի, միշտ խոսում եմ ռեալ իրականությունից։ Ես չեմ մտնում համացանց գովերքում Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանի մասին դե չեմ խոսում։ Նիկոլ Փաշինյանը մի հատ անատամ անբարոյական կար։ Ինձ դերում էր ասում էր «Մերիմ քե»։ Է դրա տղեն է։ Դրա մոս կարամ ես գովերքեմ։ Ձեր գործողությունները այդ պարագայում կասեք մի հատ։ Անուններով չեմ ուզում ասեմ, բայց իմ ընկերների մեջ կան եւ Ռոբերտ Քոչյանի աջակիցներ, եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդիկ։ Ինչ պետք է անեք։ Հենեք եթե կառավարության դեմ, միտինգ բողոք, դրանով բան եք փոխելու։ Ռեալ հարց եմ տալի, թե ինչ որ օթից կախված, ինչ որ ֆանտազիայի ժանրից, չէ, ռեալ հարց եմ տալի։ Ինչ եք անելու։ Բողոքի ակցիա։ Բայց Հայաստանում եկեք չմոռանանք, ձեր բողոքի ակցիան շատ արագ կցրվի։ Ում կողմից, էլ եմ կրկնում, քեշ փողով, վարձատրվող, Ենիչերների կողմից։ Ենիչերների, ովքեր Եռաբլուրից զոհված ինձ ծնող էին ոտու ձեռանելով մտցնում ոստիկանական ուազիկը, քանի որ մեր բոլորի հիմար սուրբ Եռաբլուր Պանթեոն այցելում էր ով Գաղութի բոզ Նիկոլ Փաշինյանը։ Իր վարչախմբով։ Ես որ ասում եմ Հայաստանում այն չափանիշներ չի մնացել, որ ասենք եսի կարմիր գիծա պետք չի անցնել։ Մարդիկ ասում են չէ, տես բան մի ասա։ Տես բան մի ասա, տես բան չկա։ Դիցուկ, դրանով հանդերձ դուք մի մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Սփյուռքում, ես դա վստահ եմ ձեզ ասում, կա հասարակության, հայ հասարակության մի կոնտինգենտ, ցավոք սրտի կա, որ այդ քայլը ողջունելու են ծափերով։
Ծափերով։ Հիմա հասկանում եք աբսուրդի ժանրը, այն ամեն ինչը, ինչով դուք զբաղվում եք հիմա։ Թե չէ։ Չեն գիտակցում, չէ։ Մենք շարունակում ենք Աննա Մկրտչյան գրառումներ, Լևոն Քոչարյան հարցադրումներ, հա։ Էդվարդ Շարմազանով հարցադրումներ, Էդվարդ Շարմազանով պատմական փաստերի ցիտումներ։ Սերժի ժամանակ սենց էր, Քոչարի ժամանակ սենց էր, Նիկոլի ժամանակ սենց է։ Գիտենք այդ ամենը, պարոն Շարմազանով։ Ձեզ չի թվում, որ դուք հայ ազգի ձեզ բոլորիդ կուզեք նեղացեք, կուզեք չէ։ Ձեզ չի թվում, որ դուք հայ ազգի են կորիզն եք։ Ձեզնից բացի ոչ մեկ ճիշտ ու սխալ չի հասկանում։ Ձեզնից բացի ոչ մեկ չի գիտակցում հայի ազգային շահը որն է, հայի ինքնասիրությունը որն է։ Խեք դուք այդ ինքնասիրահարվածի տիտղոսը ձեր գլխին խփած շարունակում ինքնախաբեությամբ զբաղվել։ Հե՞։ Կասեք մի հատ։ Ում եք խափում դրանով։ Ինձ կոնկրետ չեք խափում։ Դուք ավելի եք շարունակում ցածրացնել ձեր կուսակցության վարկանիշը, ձեր քաղաքական ուժի լեգիտիմության, հզորության սանդղակն ու էլի վարկանիշը։ Այդքանը է պետք է գիտակցեք։ Հե՞։ Գրառումներ։ Այդ այ չգիտեմ, ես իմ ինչեր, փորձում եմ քֆուր չանեմ, ձեզ չէ, ընդհանրապես բառամթերքիս մեջ։ Սերժ Սարգսյանի օրոք էս ինչն է բանակվել։ Սերժ Սարգսյանը քարորյան կայնես։ Աբրեք, ես էլ եմ դա ասում։ Սերժ Սարգսյանը հայ զինվորի կյանքը գնահատեց ավելի բարձր, քան 800 հեկտար տարածքը, որը գտնվում էր բուֆերային գոտում։ Ես էլ եմ դա ասում, եկեք ռեալ նայենք այսօրվա իրականությանը։ Ու դուք չեք կարողանում հստակ գիտակցեք, հազիվ եմ ինձ ասում, որ անվանական իմ ընկերներին չտիմեմ, որ հարգելիներս ցավները տանեմ։ Վաղը, երբ որ դուք, եթե հանգարց, ու դա հեռու չի այդ իրականությունից, հելնեք միտինգ, բողոքի ցույց անեք, որ Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը կալանավորվել եւ ուղարկվել է Բաքու որպես բարի կամքի դրսեւորում։ Դուք չեք հասկանում, որ նույն սպեցսպորտով Հայաստան կարա մտնի երկու սամալյոտ Յաշմաջոկատ։ Ու ձեզ բոլորիդ ոչ թե պարկեսնի ասֆալտին, այլ ամենավերջի ձևի նվաստացնելով ծեծի։ Այ էդ է իմ ամենամեծ ցավը, որ ես զգում եմ։ Ամենամեծ ցավի գործոնը էդ է, որ ես դա զգում եմ։ Որ մենք եկել ենք ազգովի, երկրովի հասել ենք այն օրին, որ մենք հեռու չենք այն իրականությունից, որ ձեր սիրելի հարգելի նախագահներին, մեր բոլորի նախագահներին, նախկին, կարան արտաքսեն Բաքու դատելու համար։ Լեյդ, ներվա պետք, որ ես դիմանամ։ Այդքանով հանդերձ սպեցբորտով թուրքական կամ ադրբեջանական սպեցնազ մտնի Հայաստան։ Ու ձեզ, իմ ընկերներին, նվաստացնելով ծեծի։ Այ դա է իմ ասացի, ամենամեծ ցավոտ կողմը։ Հասկանում եք հիմա իմ եթերի իմաստը։ Հա։ Իմ ընկերներից մեկը, չեմ ասի որ թևից, մի անգամ այս վերջերս զանգվա հետը ասեց, ախպեր դե բաներ կա խոսում ես, բայց դուրս չի գալի, ասի անգեր, հա, ինչ հարց չկա։ Կարող դու էլ բան կա խոսաս, իմ դուրն էլ չգա, բայց մենք չենք դադարում, չէ։ Երկուսս միասին տածել փոխադարձ հարգանք կամ հարգանքի նշույլ։ Այ միակ խնդրանքս դա է, որ մենք ազգովի կտրվել ենք իրականությունից։ Մենք ձեռ ենք առնում Նիկոլին, ես էլ եմ ձեռ առնում, ես էլ եմ քլնգում, բայց լրիվ կդրվել ենք մեր ռեալ իրականությունից։ Ես, դուք, բոլորս միասին, առանց հասկանալու, որ մենք ակամայից սպասարկում ենք Նիկոլի շահը։ Նիկոլը խե այս ամեն ինչը կարողանում անի ու մարսի։ Դրա միակ գործոնը որն է Հայաստանում տիրող ներողություն բառիս համար պոռնո մթնոլորտը։ Եթե Հայաստանում հստակ լիներ հստակ դիրքորոշում ընդդիմադիր թևի կողմից, մենք այսօրին ազգովի չէինք հասնի։
Երբ որ ժողովուրդը որ թիվն է, չեմ հիշում։ Հելավ եկավ ազգային ժողովի դարպասների մոտ, որպեսզի ջարդեր մտներ, Սեյրան Մուշեղիչ։ Հելար ասիր, ժողովուրդ հանդարտվեք, հայեր ջան հանդարտվեք, գնում ենք impeachment ձևակերպելու։ Ու դոգիական ժնդեկան չի, չալոն կաղա, կերպարի մեջ, գնացի մտար ազգային ժողով, ուր է ձեր impeachment-ը, 130 քանի պատգամավորից, կա մի հոգի, որը ռիսկ կանի անվստահություն հայտնի պարոն, Նիկոլ Փաշին, ուզում եմ ասեի պարոն, հազիվ եմ պահամ որ կփուր չանեմ ընձի, ինձ հազիվ եմ պահամ, թուրքի բոզի տղուն, impeachment հայտնելը, դա ինչ-որ գերագույն ջիքեր ու ջանքեր է պետք, չէ, ցանկություն է պետք, ցանկություն, ձեզանից շատերն ասում են, Իշխան Զաքարյանը չի միանա, 18+, ծսրեք թող միանա, չեք կարամ, չեք կարա, կարակ, ցանկության դեպքում, խի չեք կարամ, ցանկության դեպքում կարակ, հիմի հարցը այնա խի չեք ուզում այդքան անեք, impeachment խի չեք ասում, խեք է ձեր մանդատները վերցե, են էլ Տարոնա ձերբակալեմ, Տարոն Մարգարյանա ձերբակալեմ, մյուսինա ձերբակալեմ, Քոչյանի վրա գործա կարամ, չգիտեմ, Դադմա, Սերժի վրա թազա գործա հարուցե։ Ես ուզում եմ հասկանամ, այս թատրոնը երբևիցե թատրոն հասկացողությունը, որը համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի գրած գրքի սցենարին։ Երբ է ավարտվելու։ Մենք մի օր զարթնենք, մտնենք համացանց, հա? Ու այս ամեն ինչը մենք չտենանք։ Մեզ բոլորիս ինչու եք դուք ստիպում մտածել Արամ Սարգսյանի մտածելակերպով։ Այն կլիմաքսից քայքայվածը։ Տղամարդ լինելով հանդերձ կլիմաքսից քայքայված պորնո աստղը։ Ինչ ասեմ։ Այս երկու թևը չեմ կարա ցույց տամ, հերոսը ծերսա։ Այն երկու թևը ունի, չէ՞, սենց իրար վրա դրած, սենց նստանին կողի նստած։ Սենց mən նկարում։ Այդ ժպիտ անկրկնելի է ուղղակի։ Որ նայում ես ասում ես լավ, ոնց գտնեմ ես այս նստանը, այս մարդուն 50 դրամ փող տամ ինքը հացառնի տանի տուն։ Ինչ է ասել Արամ Սարգսյանը։ Մեր սպարապետի աղբերը։ Բայց իրանց մեջ նույն գենետիկան չի, ես վստահ եմ։ Այո, ես ցավում եմ, ցիտում եմ կլիմաքսից քայքայված զեռունին։ Ես ցավում եմ, որ ադրբեջանական կողմը մեր հանդեպ վստահություն չունի։ Ու մինչև դու խոսալուց, մինչև քո խոսալը մեր Ադրբեջանի վստահությունից մեր նկատմամբ, Արամ Զավենի Սարգսյան։ Ինձ կբերես մի քանի փաստարկ, ինչ է հայ ժողովրդին, քո համակիներին։ Այն որ ոռը թրաշում հելնեմ խոսում ես, եղբորս արածը պահել էր պետք, երբ հոկտեմբերի 27 էր կազմակերպվում, եղբորս արածը պահել էր պետք, նայում ես ասում ես ջան, ես ինչ ադդուշի է խոսում, վերջում մեկը քարով տա գլխին ես տեղում մնա, ես պաթոսախեղտ բոզը, այդ ինչ վստահության մասին ես դու խոսում, որ վստահության մասին ես խոսում, Գուրգեն Մարգարյան կացնահարած երկրի մասին ես խոսում, Բաքվում, Սումգայիթում, վերջերս տարելիցներ, չէ, չգիտեմ որերորդ, բարձրաձայնվեց Հայաստանի կողմից, ոչ։ Ինչ վստահության մասին ես խոսում, եթե քո պաշտպանյալ թուրքի բջբեր Նիկոլ Փաշինյանն ասում է հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն չի։ Այդքանով հանդերձ դու Նիկոլ ես սատարում։ Դու Նիկոլի հետ կոալիցիա ես կազմում, Երևանի քաղաքապետարան ես ղեկավարում։ Են Չալոն Կաղադվա Արտակ Զեյնալյանի հետ, ով իր ոտը ծախեց, որ ինքն հերոս է։ Բայց մի հատ տենց հերոս էլ իմ տռուսիկի մեջ կա, բայց իմն ավելի ուժեղ հերոս է։ Մանավանդ երբ որ լմա ժամը ուղիղ 6-ը։ Անխնա, այդ մառաջ։ Իմ հիմնական հարցադրումը հասկացաք, հարգելի Քոչարյան եւ Սարգսյան աջակցող հայեր, ընկերներ։
Դուք մտածում եք ես ֆանտազիայի ժանրից եմ բան ասում։ Հա։ Ու ձեզնից շատերն ասում են, երբ որ ռուսն ուզի, տարածաշրջանում եղանակ կփոխվի։ Մի փոքր գաղտնիք բացեմ, կոնկրետ այդ մտածելակերպով առաջնորդող մարդկանց համար։ Եթե ես հասարակ կյանքից օրինակ, նայում եմ երկու հոգի իրար փոր են թափում, ծեծում, քրֆում, ռեալ կյանքում այդպես բաներ եղել է։ Երկու ընկեր, տարիքով տղամարդ։ Չեմ ուզում ասեմ, որ մեկը որդից էր, ոչ էլ անունները կասեմ։ Նստած հաց են ուտում, ասում են, մենք իրար ծոց ենք քնե մեծացել, մենք ընտանիքներով մոտիկ ենք։ 3 մետր հեռու իրար կնիկ երեխա են քրֆում։ Անձամբ ես զույգին էլ ասել եմ, դուք երկուստ էլ անբարոյական եք, որտև ձեր համար սրբությունների գիծ չկա։ Եթե ես նայեմ երկու հոգի իրար փոր են թափում, նույն Հայաստանն ու Ադրբեջանը, հետո նույն երկու հոգին, կարևոր չի, էական չի, ինչ պայմաններով, կնքում են խաղաղություն, որը չարժի թեկուզ գրոշ, թեկուզ լումա, չարժի, այդ արժեքը չունի։ Ես ինչի պիտի ցանկանամ խառնվեմ այդ բազար վокзալին։ Եթե իրանք այսօր իրար մեր են քրֆում, վաղը իրար ոռ են լիզում։ Բայց դե լիզող կողմը Փաշինյան Նիկոլն է, ով հրապարակում արել, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, այն որ սենց գիրքն խփել էր իր այդ 7 համարի կրծքին ու նկարվել էր, Кто хочет фотографироваться с обезьянкой վերնագրով։ Ունեցել է ամենաշատ դիտումները համացանցում։ Պատերազմի շեմին չոքած երկրի ղեկավար է կոչվում։ Ու այտենց երկրի ղեկավարի վարչախմբին, արտաքին գործերի նախարարին Լևոն Քոչարյանը հարցադրում է տալի։ Հարցադրում անում։ Ամենամեծ աբսուրդն է դա։ Ինչևէ, ես իրավունք չունեմ ձեզ որևիցե խորհուրդ կամ եսի ինչով դիմեմ կամ խնդրեմ։ Ես ոչ մեկին ոչ ոման չեմ էլ խնդրի։